այսօր Երևանում եւս մեկ անգամ այդ արարողությունն այսօր տեղի կունենա, քանի որ 22 կա հանդիպման մեկնարկը պաշտպանությունում աչից համար ԲԿՄ-ան Գրմեզյան հաղթեց երկրորդ հարկում, բայց Շիրակը մնում է գնդակով եւ առաջին հարվածը ռավտակ կլինեն։ Այդ խաղացողները պայստայինների նստարանին է մնացել Դոնալդ Կոդյան եւ պայստայինների նստարանին նաեւ դարպասապահ Սեոլոտ Երմակ հնարավորություն իհարկե տալիս է։ Նարեկ Հովհաննիսյանն է հիմա գնդակով, Հովհաննիսյանը առեժ ԲԿՄ-ում է եւ հարված է կատարում։ Արտակյանը մտավ հակապրեսինգի մեջ ու վերադարձած գնդակը հարված է, հետևում վտանգավոր է եւ Իրկայինգրով կազմակերպել Դավիթ Արությունյանն է գնդակով խաղաց Մայքլ Ասիրյանի հետ հերվից հարված է հետևում Մովսիսյան Ծրակ Մովսիսյանը մնում է գնդակով լավ արցում ձեռնարկեց մտավ Տուգանային հրապարակ հարվածեց Ազգեն Սարգսյան խանցում Տուգանային հրապարակ շատ վտանգավոր կարող է այստեղ ստացվել Ոսեք ինչ պրեսինգ է հիմա Շիրակը Սարգսյան Ազգեն Սարգսյանն է գնդակով Ումաշյան Պահլևանյանն է հարվածում եւ կարող ազատություն ունի Պահլևանյանը ստացավ գնդակը ցածից փոխանցում շատ վտանգ կարելի է իրացնել անկյունային է Մանուկյան փոխանցում հարված էլ հետևեց Նարեկության առայժմ Շատ չեն, Մովսիսյան շատ լավ խաղարկում էր Հարությունյան, մենակ է դուրս եկել Հարությունյան և փրկում է Կարապետյանը ու լավ փոխանցում է կատարում դեպի Սեթրակ Մովսիսյանը գրող շարունակություն ունի Հարությունյան Սարգսյանը դեպի Մովսիսյանի ուղղությամբ ուղարկեց գնդակը Հարությունյան, շատ լավ փոխանցում է Հովհաննիսյան, վտանգավոր է Հովհաննիսյան, հարված և դարպասածողն է փրկում Սյանի հետ խաղաց Այում են Շիրակի խաղացողները միայն տարածության վրա են փորձում խանգարել Հովհաննիսյան Սումբուլյանն առաջ միգուցե և կար խաղից դուրս վիճակ բայց առայժմ մրցավարը լռում է Ազգեն Սարգսյան Տուգանային հրապարակում է դադար է պահում Սարգսյանը փոխանցում Դարձյալ Սարգսյան շատ ձգեցին այս գրող Շիրակի Մանուկյան Փոխանցում Տուգանային հրապարակ Պահլևանյանը մնացականյանը հաղթեցեք Նորից Շիրակն է գնդակով Եվս մեկ բարձից փոխանցում նորից նույնը Ավարտված է 0-0 ընդմիջում նորից հետո կվերադառնանք Ման ընդունել է Շիրակին եւ առաջին կեսից հետո հաշիվը բացված չկա երկրորդ խաղակեսի մեկնարկ եկեք կազմերի մասին շատ արագ Անին Գանձասար Արադ Արմենիա բարձից փոխանցում շատ անհաջող էր Սուլիչը Համլետ Սարգսյանն է արվածում եւ հեռացնում է գնդակը Կարապետյանը Նարեկ Հովհաննիսյանը հասավ գնդակը նրան շատ լավ իջեցրեց Հովհաննիսյան մտավ Տուգանային հրապարակ Հովհաննիսյան եւ փակում են նրա արվածը Կորցնում են էլի գնդակը Ջանոյան շատ լավ փոխանցում է Ղումաշյան եւ Ասկարյան գտավ Միջանցկի եւ Հովակիմյանին ասրեց գնդակը Ասիրյան երկրորդ կեսում պասիվ է Մայքլ Ասիրյանը Աչ է պետք ուղարկել գնդակը հարվածում է Ասիրյանը Նախավարժանք եւ առաջիկայում ամենայն հավանականությամբ կլինեն փոփոխություններ Ասիրյան դարձյալ Ասիրյանն է հարվածում այս Այնինչ անում էր Սերգեյ Մանուկյանը առաջին խաղակեսում, անում է նաև երկրորդ խաղակեսում, անընդհատ շարժը քիչ է, առանց գնդակի Շիրակի խաղացողների գործողություններում Թարլոյան գերազանց է գործում Թարլոյանը մտավ Տուգանային հրապարակ փոխանցում եւ չկա հարված, չկա ամեն դեպքում վերջին ձախ Ազգեն Սարգսյան Ռաֆիկ Միսակյան Էրվից եւ անկյունային կլինի Բանձյանը հիմա արդեն կա Սուլիչը Պահլևանյան Արված և Ծածից Որոշցին խաղարկել Մանուկյան Նորից բարձից փոխանցում վտանգավոր է Փոխանցում վտանգավոր է Արված էլ կա բայց փակում Արվածի ճանապարհը Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ ու Նորից Հովհաննիսյանին աչ եզրում է Նարեկ Հովհաննիսյանը այստեղից նա փոխանցում է կատարում, բայց Սակյանն է հաղթում երկրորդ հարկում Սարգսյան փոխանցում ձախ դեպի Կոդյան
Կոդիա լավ փոխանցում էր արված եւ փրկում է Այգ Ղազարյանը դարպասա ձողին հետո դիպավ Կոդյանը իրաց անկյունայինը շատ ուժեղ էր փոխանցումը բայց արված հետևում է ամեն դից դա կչասավ Նարեկին որովհետեւ այնտեղ Սումբուլյանն էր հերթապահում Դոնալդ Կոդյա մտավ Տուգանային հրապարակ Կոդյան փոխանցում վտանգավոր է եւ գնդակը շատ չի մնացել Հանդիպման հիմնական ժամանակի ավարտի վտանգավոր է եւ Ցարաչ Սուլեց փոխանցում առաջ Սադեղին կարող է լինել հետագայում մրցարակ զգուշացի ամենայն հավանականությամբ Բասկարյանին Վազգեն Սարգսյանն է շարժվում առաջ Թարլոյան վտանգավոր է եւ մնացին անառիկ վերջ ավարտված է առաջին հանդիպումը Շիրակի եւ ԲԿՄ-ի համար այս մրցաշրջանում մեկական միավոր են վաստակում Բիչախչյանի եւ Գյուբուդաղյանցի գլխավոր աստիճանները իսկ այս հանդիպման ընթացքին ձեզ օգնեց